Տարբերակ 21 հարթագի խոսենք ու լսենք պոդքասթի հյուրն է այսօր Նժդե Մկրտիչյանը, շարժանագարիչ, եթե գրնան գսել, թատրոնի տերասան, խոսնակ և ուսուցիչ քոչ։ Նժդեին գործունեությունը կդարածվի Լիբանանեն Հայաստան, արվեստի, արհեստագիտության և գրթական մարզերում մեջ։ Նժդեը փոքր տարիքեն սիրած է արվեստը և իր երազը իրականացնելու համար ուսանած է Ալբայի մեջ Պալաման համալսարան, իր ստեղծագործական ուղին ընդգրկե թատերական ներկայացումներ համազգայինի Կասպարի թատերախումբին հետ, ուր անդարբեր դերեր խաղացած է։ Բացի փեմեն և սինեմայեն ու պատկերասրահեն, ան նվիրված է գրթական կյանքին, նորարարական արհեստագիտության Թումո կենտրոնին հետ գործակցելով։ 2018-ին, երբ Թումո Բեյրութ նոր կբացվեր, Նժդե առաջին պատասխանատուներն էր։ Անոր ճամփորդությունը ճանապարհը Թումոյի հետ կշարունակվի մինչև այսօր, որպես մասնակից Երևանի Թումոյի ծրագրերում։ Այս զրույցի ընթացքին մի խոսենք Նժդեին արվեստի, թատրոնի, շարժապատկերի մեջ ունեցած փորձառության, Լիբանանի ու Հայաստանի ընդհանրապես մշակութային գրթական կյանքին մասին, որոնք առնչություն ունին իր հետ, ինչպես նաև Թումոյի մեջ ունեցած դերի մասին։ Ստեղծարար և նորարար սերունդը գրթելու գործի մեջ, որովհետև վերջիվերջո Թումոյի առաքելությունը այդ է, ստեղծարար և նորարար սերունդը ստեղծել։ Բարի եկած ես Նժդե, կուտանդ մեջ։ Բարի տեսանք, շնորհակալ եմ աս գեղեցիկ introduction-ին համար։ Ավելին գար ես, բայց շնորհակալ եմ։ Շատ բաներ մոծա։ Նախ խոսենք քո մասին։ Ինչ աստակներ ու միջավայր ձևավորած են քո ստեղծագործական հետաքրքրությունները Նժդե։ Ես, եթե ստեղծագործական հետաքրքրություններ կամ հետո մասնագիտություն նաև առնենք, պետք է ասել համազգայինի ճամփով սկսած է այդ բոլորը, երբ որ համազգայինի Արեգ մանկապատանեկան թատերախումբը կազմվեցավ 99 թվականին, 7 տարեկան էի եւ ես ընդհանրապես ոչ թատրոն, ոչ բան, նախքան այդ ես պիանոյի դասերու գերտայի կամ զուգահեռ պիանո գնահատեի։ Այո, երաժշտություն շատ սիրած եմ, այսինքն նույնիսկ ասեն ծնողքս կպատմեին, որ ցանցրանայի դաբակներուն վրա նվագելով դրամզի պես եւ այլն, միշտ սիրած եմ եւ ագանչը երաժշտական ագանչ ունեցած եմ, պիանո եւ այլն, սոլֆեժ բան չէի սիրել, ագանչով կսիրեի մելոդի նվագել, բայց երբ որ թատերախումբ կազմվեցավ Վիգեն Ստեփանյանի հետ, եղբայրս, որովհետև դպրոցներեն աշակերտները մասնակցել էին, ինձ իսա մեկ հատ թերմը գա, որ պետք է մեկը առանց խոսելու փեմ բարձանա, երաժշտական գործիքներ նվագե, սի մասնակցի, ինչու ոչ, սին մամաս մաբաս դարին ինձի թատրոնի, եւ այդ օրվանե սկսավ ստեղծագործական ասպարեզի մեջ հետաքրքրություններ ունենալ։ Թատրոնի երբ որ սկսա երաժշտությունում քիչ հերանալ։ Այսինքն նույն ժամանակ ես համազգային օրգնայի անցնել Լևոն Շանտ կենտրոն արդու գերտայի, ասենք սոլֆեժի, հետո պիանոյի տաս, գեսորևեջ թատրոնի փորձ, դեղ մի եկավ որ բայց նախընտրեցի թատրոնը, որովհետև չեմ ավելի սիրեցի 7 տարեկանից թատրոն եւ ամեն տարի կմասնակցեի։ Հավանաբար որտեղ ժողովրդի հետ գսիրեմ interaction դեռ հավանաբար գսիրես, գուզես ներկորձոն Արնել դալը ժողովրդի։ Հա, ես ադի շատ կսիրեմ, նույնիսկ մանգաբարդեզի դարիներուս ես դասարանը թատրոն խաղայի, ասին դպրոցեն քանքադը որ միակ ուկար, որ դղա փեմ գգարձե դպրոցը եւ դասարանը։ Հա, ասի մանգաբարդեզին ես նախաձեռնող լայ, այդ բոլորեն թատրոնի ճամփով սկսա ավելի ադու ճամփեր տալ եւ թատրոնի ժամանակ սկսա հետաքրքրվել նաեւ Լուիսը ցայնը, օրինակ Դերմերկոնյան որ վերիած սենյակը գա Լուիսի կոնտրոլ ունելու դեղը կամ ցայնը, ինձ համար այդ բոլորն ալ գեդակներ, ոչ միայն թատրոն տերասանությունը, բեմին վրա խոսիլ ժողովրդին հետ ինտերակշնը, նաեւ technical բաժինը։ Մինչև սկիզբս այսինքն աներ այդ բոլորին, թատրոն, համազգային, երաժշտություն եւ այլն։ Մինչև որ հասա 13-րդ դասարան, դեռ չէի որոշած նույնիսկ մասը ջեմարան։ Ես համազգայինի ջեմարան Մելանքտոն Վայկաստանյան, ուրեմն ջեմարանի մեջ նորը սկսել էին ուսման արևելումի այդ ծրագիրները, որ ջեմարանավարտներ կուքան եւ գխոսին իրենց մասնակցություններու մասին, սեղան դառնալով հանդիպեցա Հակոբ Դերգուգասյանին, որ համալսարանի դասախոս է եւ օդիովիզուալի մասնակից է։
Հակոբին այդ դակավին իբր տերասան չէի աշխատած եւ ինքը դակավին Կասպարի Պեգյան տադերախումբի բեմադրիչը չէր ուրեմն Հակոբը շատ լավ ձևով ներկայացուց շատ լավ այսին իրեն խապված կլաս որ ասենք ես հա ես աշխարհը կդեսնեմ որ բան աուդիովիզուալ ուրիշ բան չեմ ոչ մի բանով չեմ հետաքրքրված ավելի առաջ կսեի ես ֆինանս գնեմ դերևս բայց մաթը չէի սիրել եւ այլ սկացի որ ինչ որ Հակոբը կբացատրե ինձ գեդակրկրե եւ ես գուզեմ ցանկս նաեւ ադուղությամբ դանիլ Հակոբին ավելի երկար խոսեց այսին սեղաններով պետք է դառնաս ես մեկ մասնակից առաջին մի քանի սեղանները երթալես հետո Հակոբին կողմ նստա ասենք ես եւ Հակոբը ժամերով խոսեցա իրեն 1000 հարցում հարցուցի համարսարաններ բաներ Հակոբն ալ շատ լավ ուղղություն տվավ ինձ յետքը Սկսա համարսարանները երթալ, որ տեսնել որ համարսարանը պիտի երթամ, հոնալ քիչ մատ երազային աշխարհը, որտեղ համարսարանները նորեն open doors որ գնեն, ասենք լույս երթալածեն կամերաներ, ես էսի ասել, չէ։ Հա, շատ գրավիչ էր եւ որոշեցի ադուղությամբ, ասենք իբր մասնակցություն նայեմ։ Ինչու Ալբան նախ Մերդունի մոդեր։ Ասենք Բուրչամուդին ամենամոդեր։ Չէ, այո, ինձ երկու որոշում կար, որ այսինքն համարսարանները նայել էի այդ USG եւ Ալբա էր։ USG-ին ուշացա, այսինքն ֆրանսերենի քննությունը հաջողել է այդ թիմումը գդարելու ուշացա audiovisual department-ին նույն ժամանակ երբ որ գտիմեի USG-ին արդեն Ալբայան ընդունվեցա audiovisual որտեղ ինտերվյու գար Արաբես ջեմարանավարտներ հարց չունին անգլերենի եւ անգլերենի ֆրանսերենի խնդիր չի գար այո բայց բակ ֆրանսե որ հրաձեի ֆրանսերենով այն ժամանակ հիմա արդեն անգլերենը ավելի օգտագործեմ առօրյա կյանքից մեջ բայց ֆրանսերենով այն ժամանակ ավելի հանգիստ էր ուսումս ստանալ եւ Ալբան նորեն այդ քրավչությունը բանը USG-ի ուշացումը սալ որ ես ուշացա թիմելու դոսիե բան պետք է պատրաստեի սի Ալբա եւ Ալբան ընդհանրապես արվեստից մեջ բավական մասնակից եւ նաեւ բավական դժվար եւ դարբեր այսինքն ընկերներ ունեի որ շաբաթական 3 օր եթե համարսարան գերտային Ալբան ամեն օր էր երկու շաբթիեն ուրբաթ արդվա 8-6 դպրոցեն ինչ մնալ ավելի էր ֆրանսիական համակարգ elective course այն ժամանակ չի գար հիմա արդեն փոխվել է բաներ շատ ծանր ծրագիր է եւ pressure-ը շատ մեծ էր որտեվ Ալբան ասինքսեք էս եթե չես սկարը որ ասի գսիրես կնա ուրիշ համարսարան շատ բան է խիստ եմ բայց եթե հիմա խոսիմ այդ բոլոր խստությունները եւ տասերը ամեն օր կօգտագործեմ դեր անուղագի եւ շնորհակալ եմ եւ շատ շնորհակալ եմ իրենց այո լավ աշուշ ընդհանուր audiovisual չէ մասնակցությունը ընդրեցիր գարզեմ film making այո հիմա audiovisual-ը գերի արդյունքում կամ բادرաստություն տարբերությունը ինչ է Իմ բարակայից հիմա էլ անանգեթեր որ առաջին 3 տարին BA ստանալու համար audiovisual cinema եւ realization audiovisual էր անունը անժամանակ հիմա չեմ գիտեր եթե նույնն է բայց գարձեմ այդպես է այսինքն թե cinema եւ թե audiovisual-ի ամեն ինչ բայց երբ որ գուզես մասնակցանալ հետո 3-րդ տարին օրինակ գնդրես եթե ֆոտո գուզեսնել օրինակի համար sound գուզեսնել գամպան ես ֆիլմը ընտրեցի այն ժամանակ գրնաս նաև masters-ը թոն է որ ավելի կմասնակցանաս ֆիլմի մեջ նաև ասենք sound-ի masters գնես կամ director of photography հա editing-ի մոնտաժի post production-ի բան գնես հոն է որ ավելի masters-ին է ես masters-ը չեմ հրած BA-ի ժամանակ այսինքն այդ 3 տարին ամեն ինչ կսորվեցնեն քեզի նկարել editing sound-նել լույս տնել միկրոֆոնները ինչպես կառավարել կոնտրոլնել տերասանություն տերասանի հետ աշխատել սկրիպտ գրել այդ բոլորը գա 3 տարին բայց հետո տուն գզադես որ մեկում մեջ ես այսին երրորդ դարվա վերջին պրոժես ֆիլմ էր մարտիկ կան ֆոտո օրին ֆոտո պատմություն օրինակ ուրիշներ գա ռեպորտաժ պատրաստեցին նույն ադեն նաև ֆոտոյի որոշ փորձառություն այո որտեվ համալսարանը գսորվեցնե քեզի ամեն ինչ որ այդ աշխարհի մեջ է քեզի գդրամատրեն իրենք որբեսի տուն ընդրես որ մեկն է կուսիրածը որտեվ օրինակ հետս գար մարտիկ որ իրենք sound-ով միան հետաքրքրված են անոր համար եկերեն ուրիշ դղամը գար ինքը animation գուզենել եւ շատ լավ հմդություններ ունի animation-ի նշտեոս արակ մայու բացադրե որ ինչպես նկարչությունը սինեմա որոշ չափով բաց նկարչությունը դարձավ գիտություն ինչպես դարձավ ես երբեմն շատ էլ կգարձեմ որ կամերան բռնեն գնան նկարել հա բայց ինչպես դարձավ գիտություն որովհետեւ եթե տուն լավ գդիրաբեդես այդ բոլորին տեխնիկալի մասով սորված ես այդ բոլորը գրնաս ամեն տեսակ կամերայով լավ նկար ստանալ եթե այդ աչք ունիս եթե չունիս միան լավ կամերայով գրնաս լավ նկար ստանալ այդ փոքր նրբությունը կա որ հիմակվա տեխնոլոգին քեզի լավ նկար գուտա բայց քու նկարը ինչով գդարբերի ուրիշեն անը որ տուն նախ գիտես ամեն տեսակ կամերայով ամեն մեկ գացության մեջ ինչպես աշխատել այդ դարբերությունն է որ արվեստը կոչվի այո եւ նաեւ աչքը որ գա այսինքն ես ալ գրնամ նկարել դու գա գրնակ նկարել բայց
այդ բոլորը գտեսնվի դարբերությունը, որ մեկումը բարձ նկար է, մյուսը ինչ որ խորություն ունի, պատմություն ունի եւ Նույնիսկ եթե նույն կամերան է։ Նույնիսկ եթե նույն կամերան է եւ ադիգա փաստված բան է, որ ամենահրճագավոր ֆոտոգրաֆերներուն ուդան $10 կամերա նկարները որ տեսնես, կսես անգարելի է ասի $10 կամերա, ասի վստահ $10,000 կամերա է, բայց ինքը $10 է, որովհետեւ բայց ինքը գիտե աչքը, գիտե composition-ը, ինչպես նկարե, ուդերեն նկարե, ամեն ինչ ինքը ուսումնասիրե հետո է որ կնկարե։ Technical բաժինը հետո գուկա։ Այսինքն նաև օրինակ մտալու համար ֆոտոեն դուրս մեր համալսարանը ալբան առաջին դարին կամերա չենք բռնած։ Եվ ես այդ գրաֆիության կամերաները լույսերը տեսնելիս հետո հա ես առաջին դարին հուսախապ էի համալսարանեն, որովհետև ասի ինչու կամերա չեն դար մեզի, բայց լավ որ չեն դված, որովհետև հիմա եթե նորեն մտածեմ շատ լավ ըրածեն, առաջին դարին մեզի կոնցեպտ կծկեին մտածենք, brainstorm-ն էլ, եթե ֆոտո բիդնես նույնն է, նույն ուղղությամբ պիտի աշխատես, ամեն creative կորս, եթե միան հոդված բիտ կրես, այդ ծևով եթե աշխատես, լավ հոդված կստանաս, առաջին դարին միան կոնցեպտի եւ մտածելու brainstorm թեորի էր, նաեւ ֆոտոյի թեորի օրինակ շատ ծանր թեորի, որ նույնիսկ գծանցրանային white balance-ն ելեն քույները շտկելու տասեն, ասենք գծանցրանաստուն, որովհետև creative բաժին չի գա։ Մեզի գսեին հիմա չէ creative-ի ժամանակը։ Նախ բազը ունեցեք, ֆոտոյի, վիդեոյի, ցայնի ամեն ինչին բազը ունեցեք, մտածողություն, ֆիլմի անալիզ, հասկանալ օրինակ տերասանը ինչու անանք պետք է վարվի այդ կադրության մեջ, հետո կացեք ուզած չափը։ Որտուն երրորդ տարին արդեն ֆիլմ մեյքինգի։ Այո։ Եվ ունեցար նաև քո առաջին ֆիլմը։ Այո։ Վերջին անգամ։ Առաջին եւ վերջին առաջին ֆիլմը վերջին անգամ չէ։ Last time։ Այո, une dernière fois։ Ինչպես էր, ինչ էր նյութը, ինչպես արագ։ Հա, դեռնամ արագ ամփոփցեվով ասել, որ ավարտական ֆիլմ պետք է պատրաստեին, նյութը ազատ է, տուն իրենք չեն բարդացրել ոչ մեկ նյութ, բայց կարևորը տուն պիտի գրես, տուն պիտի պատրաստես, տուն փեմատրես, հետո դանշուշ գա խումբը, որ կնկարե technical բաժինի գրուպ կա։ Ես որոշել էի ընտանիքի պատմությունը անել, հայ ընտանիքը, որ դունը պետք է ցկե եւ ելլե։ Դունը պիտի ցկե եւ դուրս գա, որովհետեւ դունը պիտի կանտեն եւ նոր շենք պիտի։ Իրենք հին դուն ունին, իրենց իշադակները կան եւ այլն, որովհետեւ ինձի համար համալսարանի երկու պրոժե ասնույթին վրա արած եմ։ Բաժարը չեմ գիտեր, անշուշտ համալսարանի հետո ժյուրին ուրիշ կարծիք ուներ։ Ես ինձի համար շատ իշադակները դունի հետ կապված կամ location-ի հետ կապված իշադակները ինձի համար շատ կարևոր բան ունեն։ Եվ անի շատ ինձի այդ ժամանակ շատ գաստեր ատնույթը վրաս, որ ինչպես դունը ցկես ելես եւ ադիգա հետո մեկ ասենք բուլդոզերով բուրչամուցի լալը գրնալ իրենք համալսարանի ժյուրին գսեր որ ասի գուկա նաեւ ծեր պատմությունն գսեց ծեր ենթակի դակցության մեջ իբրև հայ քախտագանի ենթակի ես ուսի որ դեսեք ես չեմ բանը ես շատ անգերց խոսեցանք այն ժամանակ որ ես ադի չեմ մտածած որ ֆիլմը սրած եմ բայց գրնալ ենթակի դակցությանս մեջ կա մեր ջիներուն անցած հավանաբար շատ հավանաբար հիշադակներու այդ բոլոր նոստալժին ապրելու եւ դունի հետ կապված այդ սկացումներու մասին էր ֆիլմը եւ ինձի շատ օգնեցին համասկայանի տերասանները նաեւ օրինակ Զավեն Բակլինին որուն հետ ես արդեն թատրոն գնեի իբրև տերասան կորձընկեր ինքը գլխավոր տերասանն էր եւ համալսարանը ասին ասինչ պրոֆեսիոնալ տերասանի հետ աշխատերես որովհետեւ հարցուսին եթե ինքը ինչ որ ուսում ունի թադերական ասի որ համասկայանի ուսումն է իր ուսումը որ ինքը ուրիշ կորձ գնե Զավենը բայց շատ լավ դպավորություն եւ նաեւ ֆիլմս այն ժամանակ համալսարանն ուղարկեցին ֆրանսիական ֆեստիվալի որում մեջ են ընդրվեցավ 30-ի մեջ իբր selected film որ ցուցադրեն մրցանակ չի շահեցավ բայց ես խնդիր չունեի եւ հայերենով պատրաստեցի ֆիլմը անոր մասին օրինակ ինձ քննադեց համալսարանի ժյուրին հարազատությունը բայելով ասին որ ինչու հայերենով վրացես ասի որ որովհետեւ ես հայ եմ եւ տերասաններս հայ են եւ շատ fake բիդելար եւ ես չեմ գիտեր այն ժամանակ տերասական շրջանակ չէի գիտեր որ արաբներու հետ աշխատիմ ասին բրավո կաչություն է որովհետեւ մենք բոլորս արաբ ենք հայ չի գա ժյուրի մեջ subtitle ասի որ ուրիշ բան մնալ քանի մդարի առաջ 2 տարի առաջ ֆիլմի անալիզ երինք որ թերկերենով ֆիլմ էր ես ուսի ոչ մեկ reaction չրի որ ես հայ եմ չեմ դիտեր եւ այլն որովհետեւ համալսարան է subtitle-ը գարտացի վերլուծեցի ֆիլմն գիտեմ որ դիտմամ չր եւ ֆիլմերու ամեն տեսակ ֆիլմ իրանական ֆիլմ ալտիտազը սոսի ես ալիմացիզի հայերենով ֆիլմ մադուցեցի եւ գնահատեցին այդ էր պատմությունը ընդհանրապես հետաքրքրական ֆիլմն էր հիմա եթե նայեմ անշուշտ շատ դարբեր Ալբանը նշանավոր եղած է նաեւ հայ դասախոսներով դեր այդպես էր գան իմ մեր դիպարտմենտի մեջ չի գար հայ բայց ալբայի մեջ գա այո գա հայ դասախոսներ հայ աշակերտներու թիվն այն ժամանակ շատ չէր բայց շատ գա
Եվ այո, ցանոթ դեմքեր Ալբայի մեջ Օրինակ գծակրիչ մգար գրդերը օրինակ շատ էր ճակավոր է Օրիորդ Էլոնգա Ջորջե Մարանալ ցերային աշխատանք ու դար տասում է դարբեր այո շատ հայեր կան լավ ասի սինեմայի բաժին է ֆիլմի բաժին է անցնին Teragadarım xalqan. Şatlar. Silərtə mürtün tarafız portsartun տեղած է Կասպարի Պեգյան տաներախումբի։ Ինչ terror խաղացած։ Շատ դարով։ Երկար է գիտեմ բայց Այսի 7 տարեկանից սկսած եմ թատրոն խաղալ համասկայնի Արեկ Մանգաբադանեգան թատերախումբ Ետքը Կասպարի Պեգյան նաև այդ բանը գարկի որ ես իբր բարձացա գիրք Արեկ թատերախումբեն ինչպես կայանե բարախումբեն քնար բարախումբ պարսոնալը ինձ համար ադի շատ կարևոր է։ Հա շրջանավարտ է Արեկի հին Արեկական եւ այլն այդ խոսքերը շատ դարբեր terror խաղացած եմ մոդավոր այսինքն մինչև Հայաստան դեղափոխվելս 20 տարի թատրոն ըրած եմ Լիբանանի մեջ Պեմատրիչները դաշխայեցար Պեմատրիչները եթե թվեմ Վիկեն Ստեփանյանին հետ սկսած եմ եւ ինքը շատ ինձի մղած է որովհետեւ անալ նշեմ հոս Պագակի ձերը բանալով որ Վիկեն Ստեփանյանի մեզի սորվեուցած տասերը համասկայանի տադերախումբին համարսարանի առաջին դարվա տերասանական տասերու activity-ներ են վարժանքներ են եւ համարսարանը զարմացան ասին ուր սորվեր ես ասամ մենը որ գիտես սի համասկային թատրոն Սին բրավո ցեզի որ ասկան professional, բայց ոչ professional խումբ, այսինքն վճարովի կամ ծեր գործը չէ, հոբի է եւ միություն մնա եւ այս կամ բանը փոխանցե։ Վիկեն Ստեփանյանը Դավիթ Հակոբյանն է Հասմիգը, Տաշյան, Տերասանուի եւ Պեմատրիչ, Ետքը Ռոբերտ Արաքելյան, վերջին 10 տարին Հակոբ Տեր-Ղուգասյան։ Իրենց բոլորին հետ աշխատել եմ եւ յուրաքանչյուրը իր ծեվը ուներ Պեմատրուչյան, իր ոճը ուներ եւ շատ հետաքրքրական է ամեն մեկեն բամը սորվելով նաեւ օգնած է անի ինձի ես իբր ասենք եթե Պեմատրիչ եմ կամ ինչ որ բան բիտ նկարեմ ինչպես վարվի ինչպես աշխատի Ինչ խաղացած ես որ շատ դպավորած է քեզի եւ հանդի Նաև որոշ հագաստեցություններ լսած ես թրական կամ շղթական կարևոր չէ։ Դարբեր տերեր որ եղած են անան օրինակ Փանչունին որ խաղցանք ավելի փոքր եղած ժամանակս հետաքրքրական գերբար մներ որ ասին բան ասենք բալանսը գտնող ամենունետ համերաշխություն ստեղծող քարակտեր մներ մարտիկ ասին գարձես բաբայի տերը խաղաս որտեղ ասին իբր ինքը իր ցանկի մեջ այդպես է այո ասին ինքը իր ցանկի մեջ այդպես է տունալ տերը դատպես ստանցներես եւ լավ ներկայացուցիր դերնու ծարայի մեջ դարի մգար որ պետք է թոթով խոսեի եւ բարերը պետք չէ հասկացվեր Վիկեն Ստեփանյանը գսել պետք չունի սորվելու անկիր Ես կսեի չէ տեքստս ինչպես որտեղ մեկը չէր հասկանալ ինչ որ խոսեի բայց ադի ինձ համար նաեւ փեմ որ բարձանայի շատ իմպրովիզացիա հա շատ չէի իներ որտեղ ես կարողություն ունեի հիմա չեմ գիտեր քանի տարի է թատրոն չեմ խաղացած բոլորին տեքստը գրնայի սորվիլ առանց ուզելու այսինքն փորձելու ժամանակ լսել են բոլորին տեքստը ես գրնայի Յուսուֆը ասվածոքին լուսավոր է նոր որ հերացավ մեզ մե Յուսուֆին տեքստեր օրինակ ես գիշեցնեի բեմին վրա ադի քախնիկ չէ միշտ երբ որ փեմ բարձանային Յուսուֆին գսեի որ Յուսուֆը այո նորեն իշադա տարան ուները այո տեքստ մորնալու դարբեր տերերու մեջ այսինքն շատ բոլոր տերերն ալ սիրելով վրած եմ վերջին տարիներում մեկ հատ արաբերենով թատրոն որ խաղացա անալ շատ հետաքրքրական էր ինձ իբր գերբար որովհետև արաբերենով առաջին անգամը սերբիտ խաղայի եւ հայկական խումբ է այսինքն Կասպարի Պեգյանը արաբերենով թատրոն ներկայացուց երկու հոգինոց թատրոն էր շատ ինձ համար օրինակ challenging term էր անիգա որովհետև երկու խնդան քիչ ինչպես եղավ որ իքական Իկանացի տերարիլ Օ գոնդոլեզիա իմ սերին այո գոնդոլեզիա իմ սերո անի Հակոբ Տեր-Ղուգասյանին ես ասած եմ տուն որոշած ես ինձի հadoop տերեր դալ որովհետև առաջին դարին Զանզալախտը որ խաղցանք Հակոբին հետ փեմ բարձացանք երկար վարդիկներով հետո իքական սերսի Հակոբ տուն ինձի հետ հadoop խնդիր մունիս կամ սա չէ խնդիր չի գա բայց հարմար կտեսնեմ իքական սերը սկիզբը դարօրինակ էր ինձ համար որովհետև Քանի շատ բարակ քիծ գահուն որ գրնաս չիփ խաղալ այդ բոլորը կամ գրնաս նորմալ ծևով խաղալ եւ Հակոբը ադոր շատ սկուշերը սա բեք չէ չիփը լա կամ կրեհիկ վուլգեր պեմ պարցանաս որ հո հաղճի գեպա ադի չեն գուզերը սա շատ լուրջ եթե գրնան խաղալ ընենք թե ոչ գին պերենք խաղանք այսինքն բան չէ բայց ես գուզեմ սա բանիգա եւ նույնիսկ մազ բան չէի թներ մորուկով եւ այլն բայց հակուստս աղջիկա հակուստով ինձ համար հետաքրքրական էր նաեւ ժողովրդի ռեակցիոնը որտեվ Առաջին անգամ որ փեմ բարձանամ արդեն գսկաս ասենք դերմեկոնյան ասենք ցայմ մգել է իրարու հետ նշտեն այլն գիտես ասինչ վիճակ է ասենք գխնդան կամ օրինակ մամաս բաբաս աչքերին ասենք մեկ հատ երեստին գկոցեմ գիտեք ասինչ վիճակ է բայց
հետաքրական էր որտեվ լրջությամբ կմոդենայինք նաև Հակոբը հատ կբարձրացնի Նույնը Հայաստանը խաղացան։ Հայաստանը խաղացանք հոն քիչ մը խնդիրեր խնդալու պատմություն կա որ օթագայանը երբ որ վալիզները կանցնենք ուրեմն վալիզի մեջ իքական սերի շատ աքսեսուարներ կար իմ հետս այդ թատրոնին համար ուրեմն զինվորը ժբիդով ասա որ ասում սիվոր թատրոն սավ թատրոն ես ասկացա գիտեք անանք ես չէ լուրջ թատրոն ենք մենք թատրոնախումբ ենք բան ասին օքեյ ստագե բայց շատ լավ էր եւ Հայաստան նաեւ հոնալ ես նաեւ սիրեցի որ ժողովուրդը երբ որ թուն լուրջ կփարսանաս այդ գերբարովը ժողովուրդը ավելորդ reaction չներ եթե թուն սկսես կրեի դարձնել գերբարը ժողովուրդն ալ նույն ծավալը ճիշտ այդպես է այո լավ թուն նաև ճիշտ է որ աշխարհը եղած է համասկային ուրճամուդը հայտունը բայց նաև թուն եղար անցերեն որոնք բացվեցան լիբանանյան մշակույթին եւ սկսան ներգրավել լիբանանյան պատկերասրահով ավանապար ֆիլմով ինչպես պատահեցավ այդ մեկը նշտը այդտեղ շատ հետաքրքրական է մեր գետոյեն դուրս ելար այո համալսարանը ավարտել է յետքեր որ MTV գործի արիթ ունեցա եւ MTV պատկերասրահ իբրև stage manager առաջին գործս աներ սկսա աշխատել որտեղ պետք էր որոշում առնեի որ ինչ պիտի աշխատեմ որ Լիբանանի մեջ քիչ մը նաեւ նոր ավարտած երդասարտի համար պետք է ֆիքս գործ ունենաս թե ոչ ֆիլմեր պատրաստել ես Terevs մինչև այսօր գուզեմ ադիգա անել, բայց չես կրնալ աբրուստը դաբաովել միան ֆիլմեր պատրաստելով, մանավանդ երբ որ թեր շատ նոր ես շուգայի մեջ ֆիլմի արդարության, գար option գամ MTV աշխատիմ, գամ freelance ծանոթություններու աշխովաստներ նկարելու եւ այլն։ Ես MTV-ն նախընտրեցի նաեւ TV աշխարհը ինձ հետաքրքրել live editing-ի վիճակը, live-ի ստրեսը եւ այլն, ուզեցի անի փորձել, քանի ֆիլմը ասի զուգահեռ գրնամնել։ Նույն ժամանակ ես գաթոյ Սարան որտե Սիլիսիա TV-ի մեջ աշխատեի համալսարանի դարիներում վերջին եւ MTV-ի աշխատած ժամանակս, ասի creative page-ինս գրնամ աշխատի շարունակել, նկարել, editing-ել, զարգացնել MTV-ալ professional կորձե նաեւ մեծ հաստատություն է։ MTV որ մտա արդեն կարծեմ շատ քիչ հայ գա MTV-ի մեջ աշխատող եւ հոն արաբական միջավայրի մեջ գտնվելու բանը կար, բայց Պարկաստծո շատ լավ անցավ 4 տարի աշխատեցա MTV եւ բոլորին հետ շատ ես որքան գիտեմ բավական սիրված է իր MTV։ Այո, ասի համեստորեն այո ասեմ, որտեվ այսինքն համեստության համար հարց չէ, ես էլ գուզեմ որ գրծած է իր նաեւ թյուրին բացվիլ շրջանագին։ Ընդելանալ։ Այո, ճիշտ անե։ Ընդելացումը գար Ճիշտ է։ Դժվարություն ունեցար ընդելանալ։ Բնականաբար ոչ, որովհետև նաև քիչ մը քեզ մեկ ուկա, տուն պիտի մտնես շաղվիս իրենց հետ, եթե տուն բահես այդ բանը հերավորությունը միշտ հրես իրենց, ասես ես գապ չունիմ ցեզի հետ եւ այլն, չլար, բայց Պայման չէ, բայց հա, ես գրծա դելանալ։ Այո, ես գրծա դելանալ նաև կորձիս մեջ բահելով professional մոդեցումը եւ իրենք ինձի միշտ կգնահատեին այդ բանով որ քեզի ինչու գսիրենք նաև ոչ թե որ իբր քարակտեր, իբր նշտե, իբր մեր ցանոթը, նաև կորձիտ մեջ professional աշխատելու ոճդ եւ այսին կորձին լրջությամբ մոդենալը ուրիշներուն օգնելը, այսին գրնաս բաներ գա որ օրինակ լայվի բարակային ես գրնամ ասել իմ կորձս չէ եւ եդեւ կաշվիլ եւ լայվը ուշանա նկարանումը խանգարվի տերասանները կամ խոսնակները ուշանան բան ես եթե պետք է օրինակ գմտնեի նույնիսկ միկրոֆոնը ես կշտկեի եթե պետք է քեդինը սրբվել գմտնեի կսրբեի մեգում օրմը չեմ ասած որ ասի իմ կորձս չէ ամենամարդ իր կորձը թողնե կորձը հաճույի ճիշտ հա կարևոր եւ Ադիգա բամն է որ նորեն քեզ մեկ ուքա ես անանք բգաշխատեի որ MTV մերն է իմս է այսինքն ես ոնք չեմ աշխատել ես Այդ պրոգրամը իմ պրոգրամը է։ Եթե խորքի մեջ որևէ հաստատություն այդպես մոդենաս կորձը նագաճուղի հաստատություն նագաճու։ Անորամալ այդ սիրվելու բաժինը գար։ Օրինակ խոսնակներ ինձ գսեին որ քեզի հետ հանկիս կսկան, քանի որ միշտ մեզի հետ ես, միշտ աշխատիս, միշտ աչքդ մեր վրան է եւ professional գմոդենաս նկարել գիտես, ցանկ գիտես, լույս գիտես։ Այսինքն լույսը երբեմն գլար որ միքսերին վրա մեկ կոճակ կա որ պետք է բարձրացնես։ Եթե ես ուրիշ աշխատող եմ գրնամ կասկը սպանալ այդ ինտերկոմը ասել որ լույսի մարտը գրգեցեք ես լույս չունիմ վերը գրնամ անին էլ որտեվ կորզիս requirement-ը անի չի բարդած ես կսեի գիտեմ որ թիվ 8-ն է աս լույսը 8-ն կբարձրացնեի գնլար եւ անիգա կնահատված է նաեւ ես ադոր համար ավելի կշարունակեին էլ եւ որ թիմացը կգնահատեն եւ քեզի արիտներ գուտան ուրիշ բաներ փորձելու այսինքն ես stage manager-ն անցա նաեւ օգնական պեմատրիչ live show-երու հանկրվամը անգեհեդո է որ դուրս եկա MTV-ին
MTV կամ տելևիզիոնեն զատ Լիփանյան թատրոնի հետ աշխատանք ունեցար։ Աշխատանք թատրոնի ոչ։ Լիփանյան թատրոնի ոչ։ Հակոբին հետ նորեն Կասպարի Պեգյանով արաբերեն թատրոն խաղացա, բայց Լիբանանյան թատրոնի մեջ չէ։ Նաև հետաքրքրությամբ բան կար։ Ինչպես սկացիր քու արոքարությունը արաբերենով լավ էր, ես այդ վախ ունեի։ Գարձեմ անա եղած է պատճառը, որ չեմ արած այդ քայլը, որ նույնիսկ փորձեմ ոչ մեկ անգամ ոչ ալ հետաքրքրված եմ, ոչ հարցուցած եմ, ոչ նայած եմ, ոչ մեկտեղ։ Հակոբը պրեշեր era, որ արաբերենով պիտի խաղանք, այս թատրոնը եւ թուն պիտի խաղաս։ Ես միակ խնդիրս արոկանությունն էր, որտեվ որքան արաբերեն գիտեմ խոսիլ, բայց թատրոն խաղալ արաբերենով, ես ադիգս էի Հակոբին, որ ես եթե փեմին վրա փամը մորցա, հայերենով ես կրնամ փամը ասել եւ անցնել, արաբերենով գրնալը խանգարվին։ Բայց շատ լավ եղավ, քիչ մը փորձերինք, աշխատեցանք։ Այո Տուն զնացես բրճամուտի զավագես, հանդիական միջավայրի մեջ մեծացես, և գիրես կա այդ ենթադրությունը, որ հայերը այս միջավայրի մեջ երբելան, արաբերենի հարց կունենան, ինչպես դուրծած է երաս հարցետուն։ Ես արաբերենի հարց… Տրական երևույթ է։ Այո, ես արաբերենի հարց, այսինքն եթե անգեղծ խոսիմ, թբրոցեն որ էլա, նա հավի գիտեի խոսիլ, ջեմարան լավ… Խանութեր ուրի դու խոբզան, հա, շբակին դեղ նաֆիզագս է, և անորաման բաներ, բայց ջեմարան բակ ֆրանսեի ժամանակ բջբրան խալի վերլուծում հրած եմ տեքստի, ատկան լավ արաբերեն գսորվեցնեն, բայց խոսակցականս լավ չեր, շատ անգեղծ։ Համարսարան որ կացի, համարսարանի արաբ ընկերներս ֆրանսերեն խոսեին, ալբայի, նաև ապրիգեն էին ընտանիքները, բայց իրենք օրինակ լիբանանցի են, հոն նաև շատ ֆրանսերեն խոսա, MTV որը սկսա աշխատել, արաբերենի հանդեպ բանը եղավ։ Գամ պիտի բարժվիս եւ իրենց հետ խոսիս եւ այլն, սկիզբը քիչ մը սխալելով, օրինակ միշտ հայդալ կամերա գսեի, դայրեկտորը գսել այ կամերա գսեի, շու գսել հայդիլ կամերան հայդա չէ։ Գսեի թուն մեկը դանում մագանունս ասե լման կեզի սեմ որ հայդա է կամ հայդի արդեն նշտե չէին գնարսել so ես ված չէի իսկար կամ լսեցի կեզի MTV-ն ապի 24-ի կամ ծերնակները բավական լավ էր հա հետո սորվեցան անունս բայց ջիկ կնեին ճիշտ ասելու այո շատ լավ էր այդ գաբերեն էր ադի լավ գաբը ստեղծեր է իրենց հետ բայց հոն արաբերենը խոսակցական լեզուն բոլորը արաբ են հետս աշխատողները եւ ֆրանսերեն բիչի խոսիս ոնց գործը արաբներու հետ է սկսա քիչ մը սխալելով քիչ մը բանով գսերպակրեին գխնտային իրենք ալ բայց չէին ծաղրեր կրնալալ տերևս շրջապատս լավ մարդիկ էին ես ալ իրենց հետ լավ գվարվեի չէին խնդար գսերպակրեին գսեին ասանք չսվիր ստերեոտայպի հարցը չի գար գարզրադիբի հարցը չէ իրենց կով չի գար տերևս գա որ մարդիկ կմտածեին միտքերն որ աս հայը չի գիտեր խոսիլ բայց ես խնդիր չունեի եթե աս սխալ խոսեի գխոսեի օրմը չեմ ամիջած որ սխալ գխոսեի Բաջար եղավ, որ ավելի վարժվին։ Ինձի բաներ գսորվեցնեին, խոսքեր գսորվեցնեին, որ գրնաս ասանք situation-ի աս խոսքը ասել եւ այլն։ Եվ ես ադի գամած հետո որ արաբերեն թատրոնը խաղցանք, արդեն արաբերենս լավ բادرաստ էր խոսակցական արաբերենս։ Հիմա դանցնենք Թումոյի, բայց Թումոյի շանցած վիդեոարցիների որ տուն MTV-ի ջամփով, եթե նաեւ որոշ ջամփով ջանցար լիբանանյան փեմը։ Այո Դիշտի պատկերասպյուրի ջամփով, բայց ջանցար ինչ տարբերություն տեսար հայկական փեմին եւ դեղական փեմին միջեւ տարբերությունը եթե խոսենք հոն նաեւ ինչպես որ օրինակ Հայաստանի մեջ կա իրենք պրոֆեսիոնալ իրենց կորձն է անի շատ ադիգ տարբերի մեզբե մենք հոբի եւ բայց անշուշտ հոբին շատ լուրջ ձևով կներկայացնենք շատ լավ մոդեցում ունենք բայց իրենց կովանիգա կորձը իրենք թատրոնի բաշտոնյա են նաեւ եթե թատրոն խոսենք TV բարակայինալ խումբեր որ ունին սիրողական խումբեր չունին իրենք արաբերը ասին գանտերը սիրողական խումբեր բայց ընդհանրապես պրոֆեսիոնալ են ամիսով թատրոն գխաղան ինչպես որ օրինակ Հայաստանի մեջ ռեպերտուարով գխաղան մենք իբր համասկային գիտեք մեկ ամիս երկու շաբաթ երեք շաբաթ ելույթ կունենանք այդ մոդեցումն է որ դարբեր է բայց անգեզად շատ նույն բաները կան որ մենք չլալով արհեստավարժ խումբ այսինքն իբր մեր փուն կորձը ամեն մարդ իր կորձերն հետո թատրոն գներ գմրցեին իրենց այդ մագարտակի իմաստով այսինքն մեր մագարտակը մեր թեմատրությունները շատ լավ որակի են միակ դարբերությունը ինձ համար աներ որ նկատեցի որ իրենք կորձերնին է անի մեր հոբին է
բայց մենք հոբիին կմոտենանք շատ լուրջ եւ շատ լրջությամբ, իրենք կմոտենան նորմալ իրենց գործին ժամունին գերտան փորձ կրեն եւ այլն, ինչպես որ օրինակ Հայաստանի խումբերն են թատրոնի։ Երանի մենգալոր մգրման արհեստավարժ, բայց մոդեցումը մերնալ արհեստավարժ մոդեցում է։ Իրենց գործն է միանան է դարբերությունը եւ հոն մեկ բանգա որ Լիբանանի մեջ գրնամսել դերս ամեն երկիրներում մեջ, ասենք խումբեր կան։ Եթե այդ կլիկի մեջ չես կրծած մտնել, դժվար ես ադի նկատած եմ, որ խումբ կա, այդ խումբի մեջ եթե դու կոննեկշն ունեցար եւ գրծար այդ բեմատրիչին ծանոթանալ, դու լավ գործ կունենաս թե ֆիլմերու մեջ, թե Հավանաբար արևմուտքի մեջ անունն է։ Հավանաբար ես ադի եմ որ չեմ ասել Լիբանանյան բան։ Այո, եւ բան է, կլիսները։ Ճիշտ եւ պրոֆեսիոնալ գործը դե Կորզի ծևով բիտ մոդենաս, կորզի մեջ ալ ամենակարևորը կոննեկշնն է, չէ՞ մարդոց հետ։ Նույնն թատրոնի բարական է, որ հայկական թատրոնը անիգա չունի, որովհետև խումբեր են, միություններ են, հստակ է։ Եթե գուզես աս միության հետ, կամ աս բեմատրիչին հետ աշխատիլ, գրնաս երթալ աշխատիլ։ Ես օրինակ Լիբանան Վաչե Ադրունիին հետ, որ մեր խումբի բեմատրիչ չէ, նաև իր դիկնոջ Լանային հետ թատրոն խաղացած են շատ բարձ ծևով ոչ զանոթությամբ չեղած եկած են ասած են որ դուք եթե գուզեք մասնակցած ենք այսինքն հոն արաբներունքով արաբական թատրոնի մեջ ինչ որ ես տկատած եմ կամ TV-ի բանի մեջ շրջանակներ կան եթե այդ շրջանակներուն հետ զանոթ ես եւ գաբունիս եւ ամեն մարդ ունի այդ շրջանակը այսինքն մեկը ասին շրջանագին մոդ է մույսը կան տերասաններ որ բոլորին լավ են ամեն ֆիլմերում մեջ կտեսնես իրենց ադեր միակ տարբերությունը Վերադառնանք 2018, եթե չես սխալիր։ Ճիշտ, 18 նոյեմբեր։ Հայդար Արուտուն լսեցինք, որ Թումո կբացվի Բեյրութի մեջ։ Խանտավար ես ու զավակները սովեցանք Թումո։ Հազիվ ներս մտանք արդեն նշտե դեսանք։ Ինչպես եղավ դիշտե որ դու բարեկամությունը կամ ներկրավվածությունը Թումոյի։ Ես 18-ին Դագավին MTV աշխատեի բայց դեռ մի եկերեր որ գուզեի կորզս փոխել որովհետև ռուտինը որ սկսավ TV-ն ամեն արդու նույն բանը գնես այսինքն կորզը նույնն է օրը չի փոխվիր կորզը սկսել էի մտածել որ գրնամ այլևս ուրիշ կորզ գտնել կփնտրեի կորզ մինչև որ տեսանք Թումո Բեյրութը օպենինգ ես Թումոին ծանոթ էի Հայաստանեն խանտավարությամբ Թումո Բեյրութ պիտի բացվի բայց դեռ չեմ գիտեր ով ինչպես եւ այլն Մինչև որ օրը ընկերս ինձի եւ ընկերս որ հիմա Հայաստան տեղափոխված է Մելկոնը ինձի գրգեց որ դες learning coach կփնտրենք որ թիմ է ուզես կանի խոսել էինք որ ես ուզեմ որ MTV-ն ելնել առանց նայելու նաեւ learning coach-ի ինչ կնե CV-ս արի գրգեցի Թումո գսեն որ առաջին CV-ն է որ ստացած եմ այսինքն ինձ մե առաջ մեկի չէ դիմաց այդ position-ին եւ առաջին հանգրվանը 16 օկյո group interview էր որ 16 shortlisted candidate-ներ են որ գնային անոնց մե OBD Եվ հոնսին ով գիտե Թումոյի մասին եւ այլն ես խոսեցա մի քիչ մը որտեվ գիտեի Թումոն եւ առաջարկեցին որ եթե ընդունվի կրնակ Հայաստան տրեյնինգի երթալ ես ոնց բնականաբար շատ ավելի հանգիստ սկացի որտեվ Հայաստան շատ խանդավառվեցա եւ ընդունվեցա այսինքն քանի մի ինտերվյու է դա ընդունվեցա Թումո ասին Հայաստան պետք է երթաս տրեյնինգի սի շատ լավ գաբես հոնս սկսավ Հայաստանի եւ նաեւ Թումոյի հետ Թումոյի նյութը նախքան շարունակելը հիմա շատեր գիտեն հավանաբար մեծ մասը գիտեն Թումոն ինչ է, բայց մեր ունգընտիրներուն համար եւ որ ամփոփ նաեւ եկած փոխանցե ճիշտ ինչ է Թումոն, ինչ գնե, ինչ արակելությունը վերջո գրթական հիմնարկ։ Այո, գրթական բան է, փորձառություն է, եթե ճիշտ։ Թումոն գրթական փորձառություն է, հիմնարկ է, որ իր նպատակը աշակերտներուն ուսում տալ սկիլներու մեջ, հadoop ոլորտներ կան, 14 ոլորտ կա, եթե գուզեք կտվեմ, գրած եմ, անդի միշտ կգրեմ, որտեղ գմորնամ անպայման մեկ հատը, արվեստի եւ տեխնոլոգիայի տարբեր ոլորտներ ֆիլմը նշեմ այո անպայման 14 ոլորտներում մեջ կա ֆիլմ, graphic design, programming, coding, այսինքն 3D modeling, motion design, robotics, animation, creative writing, photography, web development, եւ այլն, եթե բան game development նաեւ, music, այս բոլորը նաեւ Թումոն գսորվեցնե տեխնոլոգիով Սին մարդիկ կգարձեն որ մյուզիկ եթե բիդեն Թումոն ամեն ինչ ֆոտոգրաֆինալ եւ Թումոն այս բաները գսորվեցնե 14 ոլորտները Հայաստանի մեջ դուրսերը 10 կամ 8 ամեն մեկ երկիր ինչ որ ինքը ընդրած է գսորվեցնե դարբեր ջամփով այսի դարբեր ծևերով գա ինքնուսուցման առաջին հանգրվանը self learning-ը որ ուսանողը գուկա ինքը գտեսնե ինքը ինչ կսիրե Մեկը չստիպելին աս 14 ոլորտներ են որ մե ուզե բայց ինքը բանգավարժակա համակարգը տրված է այո տրված է ամեն կոնտենտը
պատրաստ է եւ ուսանողը գուքա նախուզած դեր գնստի թումոյի մեջ հանգիստ open space է եւ այլն ամեն կոմպյուտերներով է Mac-երով եւ այլն ինքը գսկսի հայտնաբերել այս բոլորը որ սա սերդել նայել ասուշ իրեն ուղղություն դվող գլա կոչերը որ կան learning coach այո learning coach-ը իր այսպես ընկերն է մեծ ընկերն է կամ մեծ եղբայրը կամ մեծ քույրը որ իր հետն է միշտ սի խումբ աշակերտներով հետ կոմելով համար չշատ լավ էր իր ապտերը շնորհակալ եմ հիմա արդեն այդ կորձը չեմ մներ բայց խոսին գանոր մասին ուրեմն ինքը գսկսի ոլորտները սերդել նայել որ մեկը իրեն գեդակրկրե եւ ընդրել եւ որ գնդրե ասենք 4 skill 4 հատի մեջ են իրեն թումոն իր ջամփանգը գծե learning path-ը գծե որ քեզի գսե որ դες քո արակուճամբ քո դակրկություններով դու պետք է աս workshop-ը անես ասինչ թիվը անցնես ասինչ activity-ն անել թե դու հասնես հոս որբեսի level 1-ը վերջացնես եւ այդ ջամփան իրեն իր ուղությունն է որ գրնա ուզած ժամանակը փոխել նաեւ մեկը չստիբեր իրեն այդ ջամփը այո գրնա հետո ասենք filmmaking-ը փորձեց առաջին level-ը հա վեսա որ դες ես atkan չեմ դակրկրված ֆիլմով կփոխե նոր բան կսկսի այսինքն level-ներ ասին այո երկու level է այո մագարտակներ կան եւ ամեն ինչի սկիզբը ինքնուսուցումն է ինքը մինագը գնստի գարտա վիդեոն գնայի անշուշտ եթե օգնություն պետք ունի օգնող մասնակիցներ կան եւ գոկնեն եւ որ այդ վարժանքները հրավ ավարտեց գերտա workshop-ի եւ requirement-ներ կան այսինքն չես կնա այսինչ workshop-ի մասնակցիլ եթե չես հրած աս վարժանքները այո Ծրիա բոլոր դեղերը հիմա ամեն դեղ թումոն ծրի է free of charge education ամեն դեղ աշխարհի վրա ոչ միայն Հայաստան եւ ինքնուսուցման հանգրվանը ամեն մեկ հանգրվանը անցնել է այդ ամեն մեկ ոլորտի ինքը կմասնակցի դասընթացներով որ հոնգա դասընթացա ասին workshop leader-ներ որ մասնակիցներն են այդ ոլորտին հոնգ աշխատին project-ներով վրա Եվ շատ հետաքրքրական ծևով է որ ուսանողները շատ գսիրեն այս process-ը որտեղ նախ մեկը չստիբեր իրենց վերամուտ եւ բանջի գա օրինակ գրթական վերամուտ բնականաբար գա սկիզբը երբ կսկսի արձակուրդը յետ բայց ես եթե հունվարին սկսա դուք ապրիլին սկսա գրնանք դերևս մենք հոկտեմբերին նույն workshop-ին մասնակցիլ որովհետեւ դուք ինձ մե ավելի արագ եք բայց մեկը վատ չսկար որ ինքը գամած կաշխատի մեկնալ շատ բան չսկար որ ինքը շատ ավելի արագ է մյուսներն ամեն մարդ իր ջամփան ունի, իր ուղին ունի։ Դա աս ծավաճապերը, աս ծրությունը համագարկը ով ստեղծեց։ Եթե ճիշտ կսեմ, Մարիլուն Պեգորը, Մարիլու Պապազյանը, Պեգոր Պապազյանը, նաև Սեմը եւ Սիլվան այս հիմնարկը ստեղծելու գաղափար ունեին, եթե ճիշտ կսեմ, իմ ունեցած դերակցություններով է։ Հա, ուրեմն ճիշտ է, այսինքն Սեմը եւ Սիլվա Սիմոնյանները նպատակ ունեին Հայաստանի մեջ ինչ որ center պատրաստելու նաև գրթական այս ծևաչափը եւ content-ի մտածողության self learning workshop-ը բոլորը միասին են որ ստեղծած են Մարիլուն Պեգորին ջամփով նաև եւ հասուցած են այսօրվան Թումոյի կամած զարգանալով ինքնուրույն է աշխարհի դարածքին ինքնուրույն այո Գարձեմ, պաստը գիտեք ինչն է, այսինքն վգա բաները, որ այսքան աշխարհի մեջ կդարածվի թումոն։ Ես աս խոսակցությունը նաև Հայաստան կունենամ տաքսի վարորդին հետ, օրինակ, որ ինձի օրը լուրերեն գլսեր, որ Գերմանիայի մեջ նոր թումո սենտեր բացվի, սա թումոգ աշխատի, ինձ թումոգը հասցներ։ Սա այո, սա որ հիմա ինձի համոզես, որ հայերը ստեղծել են գերմանացիները չեն գրնալ նույնը ստեղծել։ Սի որ պաստորեն այդպես է, սա որ շատ չեմ ավադար, սի ինչու Սա մենք ինչ ստեղ, ինքը հայության հետ կապված, ոչ թե անձնական խնդիր է։ Սի որ չէ, բայց գա բաներ, որ հայերը ստեղծած են եւ աշխարհը արած է։ Թումոն իմ գարձիկովս ինքնուրույն է, որտեվ կան շատ դպրոցներ, որ օրինակ միան կոդինգ կսորվեցնեն կամ կան դպրոցներ դերևս after school նաև նույն Թումոյի ձևով միան web development կսորվեցնեն ազատ եւ ինքնուսուցման այդ ծավաճապը չի գա գարձեմ դերևս կան ես չեմ գիտեր բայց իմ գիտած եւ այս բոլորը նույն դեղը լալու մեկ դեղի մեջ եւ ազատությունը self learning-ի կամ Թումոյի path-ը որ գա ուղին այդ բոլորը չեմ գարձեմ ուրիշ դեղ հերագատրությունը ունի չէ փորձը այսինքն աշխատած է որ COVID-ի ժամանակ դունեն այսինքն Թումո from home եղավ այն ժամանակ բայց պետք է անպայման հոնկալ նաև որովհետև Թումոն այս բոլոր ոլորտներուն գողքին ուսանողներուն հմտությունները կզարգացնե teamwork-ը եւ այլն մարդոց հետ աշխատելը presentation skills-ը անուղագիորեն այսինքն իրենց project-ը որ կներկայացնեն այն երևույթուն հիմա աշխարհի որ երկիրներում մեջ կա հիմա բավական շատ է գրնամ քանի մահադը ասես տվել որտեվ
նոր ծրագիրներ ալգան, բայց հիմա որ արդեն գործով է նախ Հայաստանի մեջ դարբեր քաղաքներու մեջ կա, Սինդիլիջան, Գյումրի, Գողբը նոր բացվեցավ, Գաբանը եւ այլն, նաեւ Ստեփանագերդի մեջ Թումոն սենտեր ուներ, Արցախի մեջ, անգեզատ նաեւ կան Թումո բոքսերը, որ Հայաստանի դարբեր շրջաններում մեջ, Թումո բոքսը բզիկ Թումոն է, մինի Թումո է, որ կոնտեյներներ recycle գնե Թումոն եւ գյուղերու մեջ կդեղատրե, որ Թումո մեծ գետրոն պիտի չունենա, այսինքն դոք երագաչեն նորեն հոնգերտան գսորվին, նույն սիստեմով է, շատ գեղեցիկ, կոչ մգահոն, բայց ինչպես է, եւ որ ասենք Սևան կամ Երևանի մեջ գետրոնը Հալաբյան փողոցի վրա է, քիչ մանտին, որ հոնդերեն Թումո կալը տերևս ժամանակ կառնե, հոն բոքս կա։ Ասի ավելի գրնան օրինակ բացատրել Գյումրի եւ Մարալիկ գյուղը որ կա, Գյումրիի մոտ գյուղ մնե Մարալիկը, բայց Մարալիկի մեջ Թումո գետրոն պիտի չի բացվի մեծ։ Բայց Գյումրիի մեջ մեծ գետրոն կա։ Ուսանողները ուսուցման հանգրվանը գերտան բոքսերու մեջ եւ որ հաստին workshop-ի Թումոն իրենց օտոկար մեկ հատ ավտոբուս կբադրաստե եւ փոխադրագարկելով գուքան Թումո workshop-ը գնեն Գյումրիի Թումոյի մեջ իդ կվերադառնան Մարալիկ իրենց քյուղը այսինքն եւ եթե ճիշտ կսեմ ինչա չրջաններու անունները բայց ածևն է որ ամեն քաղաքի ամեն քյուղի ամեն քաղաքի մեջ պիտի հասանելի լա Թումոն բոլոր բադայներուն եւ Եթե որ հաստին արդեն անցանած հանգրվանը որ workshop-ի իրենց մոդ ամենամոտ Թումո գետրոնը գփոխադրե Թումոն իրենց եւ workshop-ը գնան եւ գվերադառնան իրենց տուները որոշ թիվ կա թե Հայաստանի մեջ քանի բադանի երդասարդ կեդեվին Ես հիմա թիվ հստակ չեմ գիտեր բայց գսեն Սիմարամասություն է բայց որտեսի բերունգը դիգները գիտեմ որ կա խանդավառություն 15000 ուսանողը ավելի նյութ լսած եմ, այսինքն թիվը ադորամար չեմ գրնար հստակ թիվը սել, որտեղ ես չեմ գիտեր ալ թիվը, բայց վեբսայթի վրա կա։ Հավանաբար գրված է, որ հավանաբար մինչև 15000 ուսանող ունի եւ հերթականությամբ է, այսինքն նաեւ Թումո Բեյրութի մասին հավանաբար քիչ հետ խոսենք, Թումո Բեյրութի օրինակ capacity-ն պիտի լա շաբաթական 2000 ուսանող ստանալ եւ 2000 ուսանողի գրթություն փոխանցել International Center-ներում մասին արակսեմ քանի քիչ առաջ ասինք ուրեմն International-ի մեջ Փարիզը գա Փարիզի մեջ նաեւ Ֆրանսիայի մեջ 3 կետրոն գա Լիոնի մեջ ալ գա անգեզատ գա Բեյրութը որ հիմա օպերեյշնը գեցած է մինչեւ շինարարությունը վերջանա եւ սկսին նոր սենտրի մեջ Ալբանիայի մեջ Տիրանա Պորտուգալ նաեւ Ուկրաինա Եվ Գերմանիան ունի դարբեր սենտերներ, այո, հաջորդը Լոս Անջելեսն է, Բուենոս Այրեսի մեջ պիտի բացվի Թումոն եւ ընթացքի մեջ է այսինքն աշխատանքը, Ճապոնի մեջ նույնիսկ Թումո պիտի բացվի եւ բավական մեծ է Ամստերդամի մեջ նաեւ։ Այսինքն ֆրանչայզի կապարն է կամ Թումոնին կնախաձեռնի։ Չէ, ֆրանչայզի կաղապարն է, որ Թումոյին հետ Թումոն partnership-եր կստեղծե, կամ իրենք կթիմեն Թումոյին, Թումոն partnership-ներ։ Ինչ որ նաև եկամուտ կա բավավ է։ Թումոյին որպեսի կարողանա Հայաստանի մեջ եւ ընդհանրապես free of charge education տալ։ Այսինքն եկամուտը շահի համար չէ։ Եկամուտը Թումոյին Ես ասած եմ որ Դուբայն է հետաքրքրված է։ Հետա արաբական աշխարհը շատ հետաքրքրված է։ Մենք նույնիսկ Սաուդիայի մեջ Թումո կեմպերինգ ես ալ մասնակցեցա իբր արաբերեն խոսող Թումոյի աշխատող filmmaking, music, graphic design-ի summer camp Al-Ula քաղաքի մեջ նաև ոչ թե Ռիադի մեջ տուրիստիկ քաղաք է հետաքրքրություն կա այո միշտ կան ամեն դեղը հետաքրքրություն կա գարձեմ շատ մեծ է տիպը հետաքրքրվողներուն Թումոյով Եվ այդ ծևով է, այսինքն այդ եկամուտները կօգտագործվի ամեն դեղ հասանելի լալու եւ free of charge education դալու բոլոր բադայներում։ Վերադառնանք Բեյրութ։ Այո։ Տուն քիչ մարդ նախապանից մեջ կսեի, որ դու արդեն գործես Թումո Հայաստան Երևանի մեջ։ Բայց վերջերս կգտնվի Ստիպանան, որոշ առաքելությամբ։ Կարծեմ համակումարը ունեիք։ Համակումարի ծավալչափը ճիշտ ինչ արիտով ինչ համակումար էր ես Հայաստանի մեջ հիմա ես հիմա Հայաստանի Թումոն աշխատիմ content team-ի content production manager-ն եմ որ կպատրաստե բոլոր երկիրներու content-ը նաև դարբեր լեզուներով այսինքն հիմա որ ասենք ճապոներենով Թումոն կպատրաստի Հայաստանեն գերտա headquarter-ն գերտա ամեն երկիր նույննալ Ամստերդամի մեջ է նույննալ Գերմանիայի մեջ է Պորտուգալի մեջ այս ցերնարգը որ ես եկել էի այդ event-ին համար AI Teens conference մներ artificial intelligence-ի teenager-ներու գողմե teenager-ներու համար conference մներ համաշխարհային
16 երկիրները 24 ժամ ուղիղ եթեր լայվ կոնֆերանսեր, որը սկսավ Ճապոնեն, վերջացավ Լոս Անջելես, աշխարհի ամեն տարածքեր կավերելով Բեյրութներ։ Չէ, Բեյրութեն ալ լայվ, Հա, այսինքն, չէ, Գետրոնը չէր, ամեն դեղը սկսավ Գետրոն Գետրոն չգար լայվը մեկը մույսին Network-ը։ Network մներ Թումոյի ցանցը, թե Թումոյի ներգա գործող Գետրոնները, թե նաև Աբակայի Գետրոնները։ Եվ Բեյրութը անդերեն լայվը, որտեղեն որ հերարցակումը գդարվեցավ, Բեյրութի Աբակա Գետրոնն է, որ Աբակա Գետրոնը սելով մոդիկ Աբակայի Գետրոնն է, այսինքն ես լսողած եմ, Այո։ որ արդեն Թումոն հող գնաց է, շենք գնաց է, կամ պիտի շինե Շենքը պիտի Թումոն պիտի ունենա իր սեփականան կառույցը Բեյրութի մեջ։ Մանրամասնությունները չեմ գիտեր ինչպես եղած է, բայց գիտեմ որ այդ դեղը որ Բուրչամուդի Բահրի ջամփուն վրա որ մենք շաբաթօր անցած շաբաթ իվենտը ռինգ անիգա պիտի վերածվի Թումոյի, այո, անձնական տարածք է։ Դերևս հիմա գայդար առաջին անգամն է գայդարարվի, որ Թումոն պիտի ունենա իր գետրոնը նաև Բեյրութի մեջ։ Բեյրութի մեջ, այո, արդեն ունի, այսինքն ուներ Սպարակային նորեն ֆրանչայզ մեգումը պիտակ 2018-ի փորձառությունն է կամ Ես ինչ որ գիտեմ Թումոնը նախաձեռնողը եւ այսինքն free of charge education նորեն Բուրչամուդի մեջ պիտի իլա եւ այո Գետրոնը առանցին տարածք է որ հիմա այսինքն այլևս չի գործող բայց նախկին գործարան մնա Թումոն նաև այդ ֆորմուլը գոկտակորձե օրինակ Գյումրիի մեջ թատրոնի հին շենքն էր Գյումրիի որ ֆասադը բահած է յետևը գառութած է նոր ամենաարտիական սենտերը բայց դուրսեն եթե նայեք նույնալ Գաբանի գետրոնն է որ train station-ն էր recycling վերանորոգում նաև բահբանել մշակույթ դարբեր երկիներով հիմա հոսալ այդ հին շենքը պիտի վերածվի նոր գետրոնի դեղը չեն գսել հիմա գրնանք ես սի արձեմ արագ բայց ավելի մանրամասնություններ չեմ Բուրչամուդի Բահրի ջամփանը սի բայց ավելի մանրամասնություն գրնամ դալ ուրեմն Բեյրութի մեջ օպերեյշնները կանգնած էր որովհետև դուք նաև իբր ծնող Թումոյի ուսանող ունեցած ծնող Բեյրութի գետրոնը հիմա ժամանակավորապես այսինքն դադրած է որովհետև Բեյրութը նաև դարբեր խնդիրներ ուներ օպերեյշնը կանգնած էր Բեյրութի գետրոնը չէր փակված անոր համար հիմա երբ որ շենքը պատրաստել է արդեն օպերեյշնը կվերսկսի եւ Թումոն Բեյրութի մեջ պիտի գործե այո լավ նշտե Թումոյի հետևող շագերտները բադալիները ավարտել է պիտի սենք ավարտել բարը վերջացնել է ծրագիրը ինչ փոփոխություն կսկա այդ երիտասարդներում բադալիներում մեջ մեր սկալեն արեստակիդականորեն գրթականորեն այսին նորարար արեստակիրությունների մեջ որքան կհմտանան շատ մեծ է տիվը հիմա բնականաբար Թումոյի ես իմ գարձիկս չսեմ Թումոն երբ որ research-ներ գնե ասին դուրսեն եկած ընկերություններ գուքան survey-ներ կանցնեն կպատրաստեն որ նաև objective գարձիկ դրվի ես կրնամ ասել որ հա շատ այդպես է եւ այլն որովհետեւ Թումոն գսիրեմ եւ Թումոն աշխատիմ այս objective գարձիկը անե որ բանը survey-ներու արդյունքով փաստած են նաև որ ինչքան ընթացքին Թումոյի որ գահաջախե ուսանողը եւ ուրիշ ուսանողը որ Թումո չի հաջախե որքան դարբեր գլան որքան իրենց նիշերը կբարձրանան Թումո կալեյ որքան իրենք ինքնավստահ գլան տասարանի մեջ որքան իրենք presentation-ը չեն վախնել որքան իրենք աշխատին թիմով ամբողջ մտածելու ծևի մեջ ոչ միայն մասնակիտական չէ մասնակիտական չեմ խոսիվ թե դբրոցը սովորական իր ցանկի մեջ յետքը նաեւ ցույց կտա որքան Թումոյի ուսանողները ինչ մասնակիտություններու մեջ կերտան Թումո ասին Թումոյի ծրագիրը ավարտած ուսանողը ինչ մասնակցություններու մեջ գխորանա եւ այլն եւ անգետ նաեւ որքան հաջողություններ կգտնեն այդ բոլորը գսեմ օբյեկտիվ օդար ընկերություն եկած ռադիաս աշխատանքը եւ արդյունքները այդ բոլորը ցույց կտան որ քանին գերտա գմասնակիդանա քանին գերտա գմասնակիդանա ինչ ոլորտի մեջ քանին կորց կգտնե ավելի շուտ քան մույսը հիմա չեն գսեր որ ով որ չի կար կորց բիդի չի գտնե բայց գոկնե Թումոն որովհետեւ ինքը Թումոյի մեջ նաեւ իսկ չի մասնակիդանա գրնաս բոլոր ոլորտներում մեջ ճիշտ այո մտածելու վերլուծելու կարողություն զարգացնել վերլուծել ինքնուսուցում որովհետեւ համարսանի մեջ որքան ալտասախոսդ բացադրե ինքնուսուցման բանը շատ կարեւոր է եւ ինքը ադիգը սորվի 12 տարեկանեն ասենք ֆիլմեյքինգի օրինակը եթե առնենք քանի իմ մասնակցությանս հետ կապ ունի նաեւ ես համարսարանը սորվեցա Adobe Premiere-ը օգտագործել editing-ի software-ը Թումոյի 12 տարեկան երեխաները բադայները արդեն գիտեն հիմա իրեն կամերայով ֆիլմ կգրեն, ֆիլմ կպատրաստեն եւ այդ բոլորը նաեւ research կնեն աշխատին մասնակիցներու հետ որտեղ Թումոն Learning Lab-երու բաժին ունի մասնակիցներ դուրսեն գուքան այդ փորձառությունը գշային եւ պետք է որ համալսարան երթան արդեն իրենք պատրաստ գլան Թումոն նաեւ ասենք շատ
գրնա անպայմանորեն այդ մասնակցություններում մեջ չուղե մեգումը որ անպայման մասնակցանա 14 ոլորտները որ տվեցի ուսանողը բայց ուղղություն չի դարի Թումոն ուղղություն գրնան նաև Թումոյեն ուսանողը բժիշկ ելել եւ կամ accountant կամ finance ամեն դարբեր բիզնեսի մեջ բայց ինքը այո գազམավորվեցավ ուրիշ ցևով իր մտածելակերպը փոխվեցավ եւ ինքը սիրեց սերչներ հետաքրքրություններ ունենալ մի ինքնուրույն աշխատել մարդոց հետ աշխատել դասախոսի հետ աշխատել այդ բոլորը այո իրեն ադիգա կպատրաստի Թումոն եւ դվյալները ցույց կտան որ որքան դարբեր ուսանողներ գլան կամ դարբեր երդասարտներ գլան ես մեծ համարում ունեմ եւ մեծ հարկան կխորարիմ Թումոյի նախաձեռնության եւ պետք է ասել որ սփյուռքահայ հաջող նախաձեռնությունները մեկն է Հայաստանի մեջ այո որ բիզնեսի հետ կապ չունի, այլ միայն մտքի զարգացման։ Մտքի զարգացում եւ նպատակը այսօր նաև Թումո Արմենիա կամպեյնը որ գա, որ Հայաստանի մեջ ոչ մեկ շրջան, ոչ մեկ բադանի Թումոյի access չունենալու այդ նախաձեռնությունը գա, որ բոլորին հասանելի լինի։ Բոքսերն ալստերդեսին Թումոն բոլոր բադայներուն, հայ բադայներուն Հայաստանի մեջ ամեն դեղ Թումո պետք է լա եւ ամեն մարդ Թումո պետք է երթա Հայաստանի մեջ։ Հիմա Թուրքիի երկիրները որքան որ հետաքրքրված են եւ բաներ, Թումոն պատրաստ է այդ expansion Իսկ Բեյրութի մասնաճյուղը ծևում է դեպիցենք միան հայերու համար չէ։ Չէ։ Բադանիներու։ Թումոյ։ Բոլորին համար 12-ին 18 տարեկան դարիք ամբողջացնողները գրնան Թումո կալ անպայման։ Այո։ Շնորհակալ եմ աստեղեկություններու համար։ Հիմա պիտի փագեմ տարօրինակ հարցում։ Տարօրինակ չէ։ Հրամեցեք։ Թուն հիմա ընդհանրապես մենք կփնտրենք ով է սփյուռքահայը։ Ով է սփյուռքահայ։ Շատերը բիդեսեն սփյուռքահայ անը որ հայկական դպրոց կերտամիայն հայկական ուսումնարը հայ քրագանությամբ կսպարի հայ տադով կսպարի։ Ուրիշ մեկը գսե ոչ պետք է բացվիլ օդար մշակույթներու համամարտկային գիտություններու բաստակիդանալ հայերենի գողքին նաև գիտնալ օդար լեզուներ տուն որչամոդի մեծ ծնած նշտերն ես շատ լավ հայ տասներակված ես գրծած ես բացվիլ լիբանանյան չագիր արաբից եմ մասնավոր արաբ շրջանագին գրծած ես հավաշարագիշրել աս երկուքը և միաժամանակ գծարայես Հայաստանի մեջ ծիվում անուղագիորեն կամ ուղագիորեն գծարայես Հայաստանի իմ գարձիկովս վերջ սպիրկահայ ասոր ասե ասկետուս շատ չեմ դեսներ հայ գծնի հայ գմեծնա կպացվի շրջավադին և գծարայ Հայաստանին Ճիշտ է բնորոշում ես նշտեր գմտնի ասոր մեջ նախ շնորհակալ եմ այս վկայության համար բայց ես համաձայն եմ ձեզի հետ այո գմտնե որովհետև եւ ինձի պես հազարներով վստահ եմ եւ ավելի ալտերևս եւ շատ հետաքրական բան մնա ես չեմ հավատալ որ հայը սպիրկահայը միան պետք է մնա իր սերմ շրջանագի մեջ բայց երկու բան է ես double standard-ներու մասին կսիրեմ խոսիլ որովհետև ես կհավատամ որ հայ դպրոց երթալով նաև գրնաս ադիգա անել որովհետև մարդիկ կսկսին ասել չէ արաբական դպրոց պետք է երթա որ շաղվի արաբական ես չեմ հավատալ ադոր ես կհավատամ որ հայ իմ օրինակողս եթե առնեմ ինչպես որ ես բուրճամուտ ծնած եմ ես մինչև համալսարան երթամ արաբ ընկեր չունեի արաբ ծանոթ չունեի ոչ թե ընկեր ծանոթ չունեի որովհետև բուրճամուտի մեջ կաբրիմ հայկական թաղամասի մեջ սկաուտությունը հայկական հոմենտմեն գերտան համասկային թատրոն ամեն ինչս հայության հետ կապուներ մինչև համալսարան Սին դպրոցի դարիներուն թերևս Model United Nation-ի մասնակցել են որ արաբներու հետ կորս ունեցած են բայց նորեն այդքանի այդ ծրագրի մեջ էր յետքը որ գրծա այդ բոլորը միասին զուգահեռ ես մինչև Հայաստան դեղափոխվելս նաև արաբ MTV աշխատած ժամանակս շատ ակտիվ միությանական գործ գնեի որովհետև մեկը մյուսին չի խանգարեր ես կգարձեմ թե ընդհանրակա հարստացնե այդ փորձառությունը որ տուն MTV-ին գսորվիս բերես օգտագործես քու միությանդ մեջ քու դպրոցիդ մեջ շահմեզի է հայության է եւ սպիրկահայերը եթե ամեն մարդ նույն ցևով աշխատի գարձեմ շատ լավ գլա նույնալ Թումոյի օրինակն է Թումոյի մեջ շատ սպիրկահայ կա աշխատող որ Հայաստան գուկան Թումո աշխատին Թումոն այդ գամուրջն է նաեւ որ սպիրկահայեր կան իրենց սորված իրենց գիտելիքները եւ ասեմ իմ կորձընկերները շատ ուրախությամբ շատ կգնահատեն նաեւ մեր փորձառությունը Նույնալ Թումոյեն դուրս Հայաստանի մեջ դարբեր ընկերություններ եղբորս օրինակով որ գսեն ծեր փորձառությունը լիբանանյան շուգայի օրինակ կամ լիբանանյան համալսարանի գրթությունը մեզի ուրիշ ուղղություն ուտա
հագարակնալ ես գսորվիմ այն շրջանի հայկական ուսման ծևերը կամ հայկական միջավայրի հետաքրքրական նյութերը բաները եւ այդ բոլորը գոգնե մեզի որ հարստանանք իբրև հայություն Սին սպիրկահայ մգրնա այդ բոլորը անել անշուշտ պետք է կարողանա չափը բահել որտեվ վտանգավոր է կամ գրնաս երթալ մի անարապական շրջանակ եթե Լիբանանի մասին խոսենք հերանաս հայությունն կամ գրնաս բալանսը բահել Գամա գրնաս միան հայկական շրջանակ մնալ։ Ես կգարձեմ բալանսը երրորդը մի որնար, նաև ծառայել Հայաստանի։ Եվ երթը կծառայել Հայաստանի։ Հիմա ես շատ անգերց խոսելու համար ես նաև կորձի արիտ ունենալ ես յետք է որ գրծա ծառայել եթե չագերդյալ լսել գաշխադիմ այսինքն վերջավորության գրծա անելանիգա դերևս անգե առաջ գուզեի բայց պայմաններն ա պետք է ներեն ամեն մարդ դերևս գուզե Քաղտիկ չէ եղբայրը դավր է Այո եւ մենք կորձով կացած ենք ոչ թե որ Իսկ ծառայությունը միայն ծրի չլա Այո կորձ է բայց ադի է փորձառությունը նաև թուն փերես Իմ դարիներու հոստեղի, ասեն 10 տարի Բեյրութ աշխատած էի նախքան ավելի 10-ն, այդ փորձառությունը Հայաստանի մեջ օգտագործելը արդեն շատ լավ է։ Նույնն հագարակը մեր սպիրկի քաղաքներում մեջ, եթե մենք կացինք համալսարաններում մեջ մենք տասախոսներ ունեցանք, անիգա բիդոկներ։ Ճիշտ շատ հարստացուց։ Շատ հարստացուց, նաև մեր միջավայրը։ Կոայութեն այդ բանը չբացեցան։ Ճիշտ անե, ես ադիգս եմ, որ ես եթե ատկան հայության մեջ մեծած հայկական շունչով միան հայկական գսեմ ընկեր չունեի նույնիսկ արաբ ծանոթ չունեի, եթե գրծա այդ բոլորը անել, ուրեմն ամեն մարդ կրնա։ Մույստերը ցևական եւ սուտ բաժարապանություններ են որ պետք է եւ հավանաբար քուջամպովը MTV շրջանակը ավելի լավ ջանցավ նաեւ հայը այո նշտեի մեջ են այո իրենք interaction-ը ավելի հարստացուց այո շատ կարեւոր է եւ անցդ եւ կորձը ճիշտ իրենք նաեւ MTV մեջ ուրիշ հայեր էլ որ գային MTV-ին գսեր որ օրինակ դուք դարբեր գաշխադիկ դուք հայերը ուրիշ ծևով գաշխադիկ եւ ադիգա գուկա նաեւ մեր հարուստ պատմություն են նաեւ Լիբանանի մեջ իբրև լավ համայնք լավ ծևով աբրած օկնած Լիբանանին համար աշխատած համայնք այո եւ ես միշտ գսեմ ոչ Լիբանանը գմորնամ ոչ Հայաստանը ոչ հայությունս ոչ լիբանանցիությունս ես բոլորին հետ եմ ասենք բոլորին մեջ եմ եւ մարդկությունը բնականաբար բայց այդ մույս բանը ասել որ հայ ես աշխարհի քաղաքացի եմ բանի երգիր մոլորագի բան ես կամ միան լիբանանցի եմ եւ միան արաբերեն գխոսիմ որովհետեւ հոսպիտաբլին ինչպես պիտաբլին բայց կարելի է երթաշնակի ճիշտ անե ես ադոր համացայն եմ ես գարձեմ ֆորմուլա ան է որ պետք է գտնես ծևը որ դու կարողանաս այդ բոլորին ասա նշտեի ֆորմուլան են գրման գսել ասի ֆորմուլա բայց փագենք նշտեական ֆորմուլով ուրեմն բայց նշտեականը ավելի մույս ադի ուրիշ բան նշտե մագալիչյանի ֆորմուլ ուրեմն այո նշտեական չսենք բայց իրապես գարձեմ որ կարելի է անինել պետք չէ բանանել վախնալ եւ պետք է ճիշտ օգտագործել այդ թե քու ուժը թե մույսները նստած Բայց կդկադար դե շնորհակալ եմ շատ հետաքրքրական զրույցին Մերսի ցեզի շատ շնորհակալ եմ այս առիթին համարալ հույսով եմ հաջորդ անգամ կգրտնենք եւ կսկսենք Բեյրութի Թումոյի ուսանողներուն հետ խոսիլ կամ ընդեղեն ունենք ինչու ոչ ինչու Մերսի շատ շնորհակալություն ցեզի